Պարոն Թադևոսյան, դուք երեք հայտարարություն եք տարածել ձեր էջից, որ գտնվում եք Դուբայում եւ ցանկացած հայ կարող է ապավինել ձեր օգնությանը, ձեր աջակցությանը եւ ուզում ենք հասկանալ 1 օր անց ձեզ դիմել են մեր հայրենակիցները եւ քանի հայրենակիցը այս պահին գտնվում Դուբայում եւ չի կարողանում վերադառնալ հայրենիք։ Պոստս եղել է ոչ թե 3 օր, 3 չէ, առաջին օրը։ Եղել են բազմաթիվ զանգեր, մոտ 100-ի հասնող։ Պահին ես գտնվում եմ Ռաս Ալ Խայմա Էմիրատում, որը որ ավելի անվտանգ է թե Դուբայից, թե Աբու Դաբիից, որովհետև այստեղ չկան ոչ ռազմաբազաներ, ոչ էներգետիկ համակարգեր, այսինքն թիրախներ, որ Իրանը հայտարարել է օրինական թիրախներ, այստեղ չկան, բավականին հանգիստ է։ Մոտ 414 հայ կա մեր հաշվարկով այս պահին Դուբայ, Աբու Դաբի ու մնացած Էմիրատներում։ Այս պահին ինձ դիմել են բացի որ զանգեր, դիմել են նաև մոտ 10 հայ ընտանիք, մենք մեր ուժերով տեղավորել ենք հյուրանոցում։ Այսինքն ձեզ հետ միասին Դուբայից տեղափոխել եք, այո, ճիշտ հասկացա։ Դուբայից մենք մեր հաշվին մեր տրանսֆերով տեղափոխել ենք մարդկանց հյուրանոց, ստեղծել ենք այդպես հայկական միջավայր, որտեղ մարդիկ իրար հետ շփվում են, սպասում են նորությունների, ավելի հեշտ են տանում այս ամբողջ ստրեսերը, ինչ հիմա կատարվում է։ Իմ գործընկերներն են այս պահին 2 լրագրողներ նավի վրա եւ նրանք Դուբայից Օման տեղափոխվելու հատվածում ստիպված են եղել կանգնել, որովհետեւ պայթյուններ են սկսվել։ Այս պահին իմ գործընկերների հետ հաջողվեց կապ հաստատել, նրանք երեկվանից ինտերնետ չունեին, բայց ասացին, որ նավի վրա են եւ շարունակում են դեռ մնալ, քանի դեռ օգնության հնարավորություն չկա, եւ ասացին, որ իրենք միջնորդավորված կապ են հաստատել ԱԳՆ-ի հետ, ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հնարավոր թռիչքի ժամանակ կարողանա նաեւ օգնել մեր հայրենակիցներին։ Դուք փորձել եք կապ հաստատել ԱԳՆ-ի հետ, նախ փորձենք հասկանալ մեր հայրենակիցների թիվը ձեր մոտ տվյալներով է 414, որտեղ ԱԳՆ-ն դեռ թիվ չի հրապարակում։ Եվ էլի մարդիկ կան, որոնք կրուիզներով ճանապարհներին են, դեռ նավերի մեջ են մնացել, եւ ինչ հնարավորություն կա տեղափոխվելու Հայաստան։ Եթե չեմ սխալվում, գործընկերները Նատալյան եւ Լիանան են։ Ահա, Լիանան Առաքելյան, այո։ Հա, ես իրենք են իմ հետ կապնվել երեք։ Մենք խոսել ենք բավականին երկար, գիտեմ իրանց իրավիճակը, կրուիզի հետ կապված։ Ուղղակի այս պահին հնարավորություն չկա իրանց մոտենալու, տարհանելու մասով, այստեղ մենք նաեւ Դուբայ կառավարության հետ ենք շփվել, ասես ես շփվել եմ գործընկերների հետ։ Մի բան որ կարող են անել, այդ ինչ որ նավթային կամ չինեն, ինչ որ բաներ հասցնել, որ մարդիկ առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվի, այս բան փորձում ենք այդ հարցը կարգավորենք։ Ես երեք իմ գործընկերների հետ պայմանավորվել ենք երկու ինքնաթիռ կա այս պահին ազատ, որ ունի թույլտվություններ, որ կարող է Օմանի Մոսկատ քաղաքից թռիչք կատարի Երևան, բայց բավականին թանկուման են առանցում, մենք էլ չենք ուզում մեր հայրենակիցների վրա տես ծանր բեռ դնենք։ Մեկը ուրեմն ֆրանսիական ընկերությունը չարտեր տրամադրող Airbus A320-180 տեղանի, շատ բարձր գին են պահանջել։ Այդ ամեն ինչը ես փոխանցել եմ մեր արտգոց նախարարությանը, իմ հետ կապնվել են փոխնախարարներից մեկը, ինձ վստահեցրել են, որ այսօր առավոտ կամ օրվա ընթացքում մինչև ժամը 2-3-ը կգան հայտարարությամբ, իրանց ասելով իրանք արդեն պայմանավորվել են ինչ-որ չվերթ, որը որ Մոսկվայից կթռցնեն Երևան։ Տեսնենք, սպասում ենք։ Հենց այստեղ Դուբայում, ինքը Boeing-ը Դուբայում չի կանգնած, այս պահին Պակիստանում է, որ պատրաստ է հենց այս պահին թռիչք կատարի Օման, էլի 177 տեղան է, եթե չեմ սխալվում, էլի բավականին բարձր գին է, հիմա եթե հանկարծ մոտավոր կարող եք նշել ինչ գների մասին է խոսքը, ինչ է առաջարկում, այսինքն դուք որպես գործարար ձեր ներդրումն եք ուզում անել եւ ակնկալվում է, որ կառավարությունն էլ սուբսիդավորի, այո։ Իրանք առաջարկում են $220,000 մի թռիչքը, այդ մոտավորապես մի հոգու համար լինելու է $1,200-ից $1,400, ինչը շատ ծանր բեռ է լինելու։ Մենք այդ 220,000-ից ես պատրաստ եմ մոտավորապես 80,000-ը ինքս տալու, մնացածը ուզում էի կառավարությունը կամ չգիտեմ ԱԳՆ-ը սուբսիդավորեն, այդ ռեյսը կազմակերպենք, ժողովրդին տարհանենք։ Ինչն էլ որ չսուբսիդավորեն, հիմա ես վստահ եմ ժողովուրդն էլ է պատրաստ ինչ-որ մի բան տալու, ինչ-որ ցածր գներ որ լինեն, ասենք մինչև $500, կարծում եմ խնդիր չի լինի, էլի, որովհետև հիմնական պանիկան ժողովրդի մասով հենց այդ է, որ անտերության զգացում է մոտները, չգիտեն ինչ անեն, հոգեբանական ճնշման տակ են անդադ, որովհետև դե պայթյուններ, թռիչքներ, իրանք անորոշություն է, այո,
եւ Ամերիկան հայտարարել է, որ դեռ 4 շաբաթ կերկարի այս պատերազմը։ Մյուս կողմից մեզ համար հասկանալի չէ իրավիճակը, մեզ կասեք, խնդրում եմ, օդային ինչ տարածքով պիտի բերվեն մեր հայրենակիցները Երևան։ Ուրեմն նախ առաջինը պետքա տրանսֆեր կազմակերպվի Դուբայից դեպի Օման, Մոսկվա քաղաք, այդ տրանսֆերը ես եկագնին եմ ասել, ես հիմա ձեզ եմ հաստատում, ես պատրաստ եմ անվճար կազմակերպելու, հասցնել Մոսկվա քաղաք, այնտեղ ուղղակի հիմա Բայց 400-ից ավելի մարդիկ են, այդքանին դուք ունեք, ձեր ռեսուրսները կբավականացնեն որպես գործարար։ Վերահսկել է մեր համար իրավիճակը, պայմանավորվել ենք արդեն մարդկանց հետ, ովքեր որ տեղափոխություն եք իրականացնեն։ Այդ կազմակերպչական հարցեր են, որում մենք մեծ փորձ ունենք իրականացնենք, այդ խնդրեմ չի։ Երկրորդը դե պետքա ռեյսը տեղադրվի, իսկ ճանապարհը սենց է Պակիստանով, այսինքն Մոսկվայից թռնում է Պակիստանի վրայով, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան ու Երևան։ Իսկ Պակիստանի օդային տարածքը ինքը էլի նույն վիճակում է։ Պակիստանի օդային տարածքը բացա, ոչ մի խնդիր չկա, այս բային թռնում են, այնտեղ Կարաչիի հատվածում է խնդիր, այս բային Պակիստանի ու Աֆղանստանի միջև, բայց ընդհանուր Պակիստանի օդային տարածքը բացա, մենք նույնիսկ որ դեմ ես Պակիստանի վրայից հետ պատտեցին, մենք արդեն ես թռնում եմ Երևան։ Դուբայ չիջացրեցին, մեզ տարան Իսլամաբադ, ուզում էին Իսլամաբադում իջացնեին Պակիստան։ Հետո մեր կապիտան ասաց, որ չէ, պատտվում ենք, հետ գնանք Դուբայ ու մենք մոտավորապես 6 ժամ օդում ենք եղել։ Այսինքն դուք շաբաթ օրը Երևան էիք գալիս, արդեն վերադառնում։ Պարսկստանի մեջտեղն էինք։ Մենք արդեն Շիրազ մարզի վրա էինք Պարսկստանի, դե եթե գիտեք Fly Dubai-ում որ թռնում եք, այնտեղ էկրաններ կա, էլի, տեսնում ես ուր եք հասել։ Շիրազի վրայից մեզ պատտեցին ու տարան Իսլամաբադ։ Այսինքն մոտ մի 2 ժամ էլ թռանք Իսլամաբադ, հետո հետ եկանք Դուբայ։ Մենք խոսեցինք իմ գործընկերների մասին, լրագրողների, ովքեր այս պահին նավի վրա են եւ անորոշ է դեռ ինչքան կմնա նրանք նավի վրա, վերջապես կապ հաստատեցին, ինտերնետ ունեն։ Իսկ շատերը ունենք մեր հայրենակիցներից, որ այսպես նավերի վրա են, կրուիզների մեջ ու չեն կարողանում տեղաշարժվել։ 2 ընտանիք, մի ընտանիքում իրանք մեծ ընտանիքով էին եկել հանգստանում, այսինքն հարսերով, թոռներով, մի տարեկան ու 2 տարեկան երեխեք կային, փեսա, տղա, այսինքն մեծ ընտանիք էր, իրանք են այս բային կրուիզի էլի նավի մեջ, այնտեղ հիմա ոչ մի կերպ ոչ հասանելիություն չկա, էլի իրանց փորձել տարհանելու կամ չոր մենակ էլ եմ ասում, մի հնարավորություն կա, այդ էլ եթե հիմա Դուբայ կառավարություն թույլ տա, ինչ որ բաներ ուղարկել, որ առաջային անհրաժեշտության են, բայց փառք ու պատիվ Դուբայ կառավարությանն էլ, Ռասել Խայմայինն էլ ու Աբու Դաբիին էլ ամեն ինչով օգտակար են լինում։ Նույնիսկ այս բային այդ որ ընտանիքներին մենք ես տեղափոխել էի, ես վճարեցի առաջ 2-3 օրվա համար իրանց մնալու, իսկ հիմա իրանք ասացին, որ բանը կարան անվճար մնան արդեն հյուրանոցում, ուտելիքն էլ անվճար, այսինքն ամեն ինչ անում են, որ տուրիստներին ու մնացածը ավելի քիչ նեղվածություն կրեն, քան այս պահին կա էլի։ Ես ճիշտ եմ հասկանում, ձեզ հետ կապ հաստատած մեր երկու այդ հայ ընտանիքները, մեծ հայ ընտանիքները, նրանք նավի վրա են ու իրենց կրուիզի մեջ են ու էլի Օմանի հատվածում։ Հա, էլի Օմանի հատվածում, բայց իրենք գնացել էին այդ հնդկական օվկիանոսում լողալու, այնտեղ տուր կա էլի Դուբայից, հիմա մնացել են ծովի մեջտեղը, բավականին մեծ նավ է իհարկե իրենց նավը, բայց ամեն դեպքում էլի խնդիր է էլի, այդ Օմրուզի նեղուցն էլ որ փակել են, մեծ խնդիրներ է, ասենց ասեմ, այդ մարդկանց տարհանելը, մեր կառավարությունը ստեղ այդ համագործակցությամբ։ Քանի դեռ հրադադար չկա, նավը փաստորեն պիտի այդպես կատերներով երևի սնվում են, հա։ Կատերներով բանը հացմոց են ուղարկում, ջուր բան, առաջին անհրաժեշտության էլի։ Սա նշանակում է, որ առնվազն այսօր, եթե թռիչքի հնարավորություն լինի, այդ երկու ընտանիքները եւ իմ գործընկերները դեռ անորոշություն է կկարողանան տեղափոխվել Հայաստան, թե ոչ։ Ովքեր որ կրուիզներում են ու յախտաների վրա են, հա, իրենց պրոբլեմատիկա։ Ես եթե ինչ-որ լրացուցիչ տեղեկություն կարողանամ հայտնել, թե կարողանամ այդ մարդկանց դուրս բերել, անպայման տեղը կպեմ։